մտահոգվելու բան ունեն եւ իշխանությունները եւ ընդդիմությունը կարողանա հասկանալ թե ինչպես է լինում որ առավելագույնը 15-16% վարկանիշ ունեցող ուժը 50% ձայն է ստանում ինչու են մարդիկ այնուամենայնիվ տրվում այդ ճնշումներին թիվ մեկ խնդիրն է որ այդ մարդիկ ոչնչով պաշտպանված չեն Հայաստանում Այստեղ մեղավոր են իհարկե իշխանությունները, որ այդ վարչական ճնշումների իրագործում են, բայց մեղավոր է նաև ընդդիմությունը, որ հասարակությանը խթան չի տալիս, թե ինչու պիտի նրանք համարձակորեն դիմակայեն դրան։ Հիմա Ադրբեջանը շտապեցնում է, ասում է, չէ, այդպես չի։ Դուք բարի եղեք ինչ-որ բաներ արեք։ Հակառակ դեպքում իրենք ասում են, մենք այնպես կանենք, ընդհանրապես մի քանի կրակոցով այնպես կանենք, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չի ունենա։ Ուրեմն բարի եղեք արագացնել միայն խոսքերով չի, էլ ինչ որ խոստացել եք արագացրեք։ Դա ուղղակի ուղերձ է Նիկոլ Փաշինյանին։ Ու հիմա հարց է, արդյոք Նիկոլ Փաշինյանը նախապատվությունը կտա իր իշխանության վերարտադրությանը եւ կտրվի Ադրբեջանի շանտաժին, թե կառաջնորդվի Հայաստանի պետական շահերով։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ Հայաստանի պետական շահերը կստորադասի դրան, հետեւաբար որպեսզի այդ պոտենցիալ դիմադրությունը չլինի, պետք է արդեն հիմիկվանից այդ ահաբեկումները սկսել, ձերբակալությունները սկսել, որպեսզի դիմադրությունը ավելի թույլ լինի։ Իսկ ինչու է կարևոր այս եկեղեցու դեմ արշավը, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ շարունակելու արդեն մեծ ու նոր ոգեշնչում, որտեղ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստում է զիջումներ անել Թրիպի ուղու կամ Զանգեզուրի միջանցքի հարցով, ինչ Ադրբեջանը պահանջում է, դա հնարավոր չի լինելու անել, օրինակ, առանց Հավրապ Կովկասյան երկաթուղում նույնպես լիցենզիայի ծրկել։ 91 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Նախ Էջմիածնի ընտրությունների մասին։ Նրանց արդյունքներով մտահոգվելու բան ունեն եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը, թեև իշխանությունները հաղթել են, բայց այստեղ մտահոգվելու բան կա, իշխանությունները պիտի մտահոգվեն, թե ինչպես եղավ, որ իրենք ահռելի իրենց ամբողջ իշխանական, կուսակցական, քաղաքական ռեսուրսը օգտագործելով ընդհանրապես մի փոքր համայնքում մի կերպ կարողացան հաղթանակ ապահովել։ Ընդդիմությունն էլ մտահոգվելու բան ունի, որովհետև պիտի կարողանա հասկանալ, թե ինչպես է լինում, որ առավելագույնը 15-16% վարկանիշ ունեցող ուժը քաղաքացիական պայմանագիրը 50% ձայն է ստանում։ Հասկանալի է, միայն ընտրողների կեսն է մասնակցել, այսինքն այդ 15-16%-ը մեխանիկորեն դառնում է 30-32%, բայց ինչպես է լինում այդ 30-32%-ը դառնում է 50%։ Այս հարցերը պիտի մտահոգեն բոլորին ընդհանրապես եւ ընդդիմությունը ամենահեշտ ձևն է գտել, հիմա քարկոծում են տեղի ժողովրդին, որ այն նրանք փաստորեն այսպես վախեցան, ճնշումների ենթարկվեցին եւ այլն, դավաճաններին ձայն տվեցին, չէ, հանգիստ թողեք այդ մարդկանց, նախ պետք է խոստովանել, որ իսկապես այնտեղ մի բավականին մեծ տոկոս կա, որը հավատում է այս իշխանություններին, նրանց այդ խաղաղության քաղաքականությանը, նրանց խոստումներին, հավատում է, որ նրանք ամեն ինչ անում են Հայաստանի իշխանության համար, մի մասը այդպես, մի մասն էլ այո, ենթարկվում է տարբեր վարչական ճնշումների եւ պիտի հասկանալ, թե ինչու։ Աննայն է, որ այո, այդ վարչական ճնշումները կան, հասկանալի է, ասենք որևէ գյուղապետ, գուցե շատ մեծ, գուցե շատ կոշտ, որ դուրս է գնալ ձայն տալ իշխանություններին, թե չէ հետո խնդիրներ կունենա, հասկանալի է, որ իրավապահներն էլ ուղղակի կամ անուղղակիորեն այդ ճնշումները իրականացնում են, հիմա հարցը թե ինչու են մարդիկ այնուամենայնիվ տրվում այդ ճնշումներին։ Այստեղ հարցը թիվ մեկ խնդիրն է, որ այդ մարդիկ ոչնչով պաշտպանված չեն Հայաստանում։ Այսինքն դատաիրավական համակարգը իրենց չի պաշտպանելու, եթե ճնշումները լինեն, հասկանալի է։ Դատարանները իրենց չեն պաշտպանելու, այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց չեն պաշտպանելու, եթե իրենց նկատմամբ ինչ-որ հալածանքներ լինեն։ Շատ գնալու են ինչ-որ գեղեցիկ կաբինետներում հարցազրույցներ են տալու, բողոքելու են եւ վերջ, իսկ իրենք մնալու են իրենց խնդիրների հետ։ Այդ դրա համար էլ չեն ցանկանում իրենց այսօրվա կյանքը վտանգի տակ դրել, կյանքը չէ, ասենք բարեկեցությունը, հարմարավետությունը չեն ուզում վտանգի տակ դնել, որովհետև նախ
պաշտպանված չեն լինելու եւ երկրորդ այնքան էլ հասկանալի չի թե հանուն ինչի պիտի դա վտանգեն իրենք։ Եթե հասկանալի լիներ, որ օրինակ այո իրենք պատրաստ են դիմակայել ճնշումներին, անգամ ձերբակալությունների, սպառնալիքներից չվախենալ, եթե իմանան, որ շատ հստակ այս ընտրությունների արդյունքներով իրենց այդ համարձակությունը ինչ որ նպատակ է հասցնելու, այդ դեպքում կանեն դա, բայց քանի որ ամեն ինչ շատ անորոշ է, իրենք էլ չգիտեն ինչի համար, պիտի վտանգի տակ դնեն իրենց բարեկեցությունը, դրա համար էլ գերադասում են, քանի որ այս անորոշ է, ավելի լավ է պրոբլեմներ չունենան ոչ վարչական ղեկավարության հետ, ոչ իրենց գործատուների հետ, ոչ իրավապահ համակարգի հետ։ Սա է խնդիրը եւ այստեղ մեղավոր են իհարկե իշխանությունները, որ այդ վարչական ճնշումների իրագործում են, բայց մեղավոր է նաեւ ընդդիմությունը, որ հասարակությանը խթան չի տալիս, թե ինչու պիտի նրանք համարձակորեն դիմակայեն դրան։ Կարծում եմ սա է հիմնական խնդիրը եւ այստեղ պետք չի այլ բաներ փնտրել։ Ընդդիմության հստակ նպատակների բացակայությունը եւ իշխանությունների այդ վարչական ճնշումները սրանք են, որ առավելագույն 15-16% վարկանիշ ունեցող ուժին հնարավորություն են տալիս հաղթել ընտրություններում։ Հիմա երկրորդ թեման, ուրեմն Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին մեծ առավելություն է տալիս, բայց նա պարտավոր է օգտագործել այդ առավելությունը խոսքը խաղաղության գործընթացի մասին է այսպես կոչված, նա պիտի պարտավոր է ոչ միայն խոսքերով, այլև գործով, պետք է շտաբի, պետք է արագացնի այդ գործընթացը։ Փաստորեն սա բացահայտ շանտաժ է, հասկանալի է եւ Ադրբեջանն էլ այն երկիրը չի, որտեղ Միլլի մեջլիսի որևէ պատգամավոր կարող է իր անձնական տեսակետը հայտնել, հասկանալի է, որ սա պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է։ Հիմա ինչ է սա գործնականում նշանակում։ Գործնականում սա նշանակում է հետևյալը. մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության հիմնական մեխը հիմքը լինելու է խաղաղությունը, այսպես կոչված, որ իբր խաղաղությունը արդեն հաստատվել է, եւ իրենք ասում են, որ գիտեք ինչ, մենք կարող ենք ընդհանրապես մի կրակոցով այդ միֆը պայթեցնել, այսինքն Նիկոլ Փաշինյանի քարոզչական ամբողջ հենքը ֆունդամենտը կարող ենք մի քանի կրակոցով փլուզել, ուղղակի մի փոքր լարվածություն կստեղծենք, հասարակությունը կտեսնի, որ այդ խաղաղությունը չկա եւ վերջ, փլուզվում է Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական կառուցած այդ քարոզչական բուրգը։ Դա են ասում եւ ասում, եթե չեք ուզում այդպես անել, ուրեմն բարի եղեք արագացնել միայն խոսքերով չի, այլ ինչ որ խոստացել եք արագացրեք։ Դա ուղղակի ուղերձ է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչու հենց հիմա, որ կարծում եմ պատճառը շատ պարզ է։ Մի քանի օր առաջ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ այսպես կոչված Թրամփի ուղու շինարարությունը Հայաստանի տարածքում կսկսվի եկող տարվա երկրորդ կեսին։ Եկող տարվա երկրորդ կեսը, այսինքն 26 թվականի երկրորդ կեսը սկսվում է հուլիսից։ Այսինքն հունիսին տեղի են ունենում ընտրություններ եւ հուլիսից պիտի կառուցվի հայկական մասը։ Միայն ընտրություններից հետո։ Հիմա Ադրբեջանը շտապեցնում է, ասում է, չէ, այդպես չի։ Դուք բարի եղեք ինչ որ բաներ արեք։ Խոսքը ինչերի մասին է, ըստ երևույթին պետք է նախ սահմանազատում իրենք սահմանագծում են պահանջում անկլավների հարցում եւ երկրորդ որ ավելի կոնկրետացվի հստակեցվի այդ Թրամփի ուղու եւ իրենց ասած անխոչնդոտ անցման կամ միջանցքի ինչպես իրենք են ասում այդ փաստաթղթերը ավելի հստակեցվեն հակառակ դեպքում իրենք ասում են մենք այնպես կանենք ընդհանրապես մի քանի կրակոցով այնպես կանենք որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չի ունենա ու հիմա հարց է արդյոք Նիկոլ Փաշինյանը նախապատվությունը կտա իր իշխանության վերարտադրությանը եւ կտրվի Ադրբեջանի շանտաժին, թե կառաջնորդվի Հայաստանի պետական շահերով, չի տրվի այդ շանտաժներին եւ երկրորդ պլան կմղի իր անձնական քաղաքական նպատակները։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ գերադասի իր անձնական քաղաքական շահը, դրան կստորադասի Հայաստանի պետական շահերը կստորադասի դրան եւ դրա համար արդեն իսկ փաստացի ինքը նախապատրաստում է այդ ամենը եւ այստեղ պիտի նորից վերադառնանք Էջմիածնի ընտրություններին հետաքրքիր բան տեղի ունեցավ ընտրությունները դեռ չավարտված այլ ավարտվելուց անմիջապես հետո իրավապահները մտան
այդ հաղթանակ դաշինքի ավականու անդամների նրանց համակիրների տները սկսեցին խոզարկություններ իրականացնել եւ անգամ որոշ տեղեկությունների հավատային, չգիտեմ որքանով է հավաստի, մոտ 10 հոգի արդեն իսկ ձերբակալվել են։ Ըստ երևույթին իշխանությունները մտածում էին, որ այս նախորդ պլանավորված օպերացիա էր, որտեղ չգիտեին թե ինչպիսին կլինեն արդյունքները եւ նախապես արդեն հասցեներով ամեն ինչ որոշված էր, որ մարդես եթե անկախ ընտրությունների արդյունքները իրենց ուզածուն չլինեն, դա անմիջապես սկսեն այդ process-ները, բայց միայն այս մի բացատրությունը չի կարծում եմ։ Եվ երկրորդ բացատրությունն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը անմիջապես հայտարարեց, որ այդ ընտրությունների արդյունքները իրեն ոգեշնչեցին, որպեսզի ինքը սկսի Վեհարանը ազատել մի խոսքով, հարձակում իրականացնել, այդ հարձակումը սկսել կաթողիկոսի Վեհարանից դուրս բերել մի խոսքով։ Ասեց, որ ինքնին իհարկե տարօրինակ անհասկանալի բան է, որտեղ ինչ է ստացվում, որ ասում են, քանի որ մենք շատ որ ենք, ուրեմն մենք Վեհարանի գրոհը սկսելու ենք, որտեղ մեզ ավելի շատ ձայն է տվել մարդիկ, իրականում դա չի։ Պարզապես նրանք այս ձերբակալությունների ալիքը, որ թվում է թե անիմաստ միևնույն իրենք հաղթել են, չէ, բայց սկսել են, որովհետև եթե իրենք պատրաստվում են հաջորդ քայլով սկսել գրոհը Վեհարանի դեմ, ուրեմն պիտի հասկանալի է, այնտեղ դիմադրություն է լինելու, հասկանալի է, որ այդ դիմադրությունը կազմակերպելու է առաջին հերթին ընդդիմությունը, առաջին հերթին ընդդիմադիր այն ուժը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել ընտրություններում, ավելին Էջմիածին քաղաքում անգամ ԿՊ-ից ավելի շատ ձայն է տալ, հետևաբար, որպեսզի այդ պոտենցիալ դիմադրությունը չլինի, պետք է արդեն հիմիկվանից այդ ահաբեկումները սկսել, ձերբակալությունները սկսել, որպեսզի դիմադրությունը ավելի թույլ լինի։ Իսկ ինչու է կարևոր այս եկեղեցու դեմ արշավը, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ շարունակելու արդեն մեծ ու նոր ոգեշնչմամբ, որովհետև Ադրբեջանի պահանջները կատարելուն ընթացքում Հայաստանի հասարակության ուշադրությունը շեղելու շատ կարևոր թեմաներ են պետք եւ առաջինը կարող է մինչ ինքը զիջումներ է անում, չգիտեմ, սահմանազատման անվան տակ կամ չգիտեմ թրիփի ուղու անվան տակ միջանցք է տալիս փաստացի։ Պետք է հասարակության ուշադրությունը շեղել շատ դիտարժան շոուներով, այնպես ինչպես սովորական կրկեսում աճպարարն է, որպես երբ ուզում է որ հասարակությունը չնկատի իր այդ աճպարությունները, չէ, այնտեղ կողքը անպայման շատ սիրում կիսամեկ աղջիկներ հասարակության ուշադրությունը շեղելու համար, այդպիսի ուշադրություն շեղելու օպերացիա էլ որ հնարավորինս անցնցում պատրաստում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց ինչպես այդ աճպարարի շուրջ պտտվող այդ աղջիկներն են, որ մի հոգի չի լինում, ամենայն դեպս մի քանի հոգի են լինում, երկու հոգի է լինում, այդպես էլ այստեղ մի եկեղեցու գրող երևի բավական չի լինի եւ պատրաստվում է նաեւ օրինակ հեծի լիցենզիայի զրկելու այդ շոուն է շարունակվում, որում սա էլ է ակնհայտ քաղաքական, բայց ոչ միայն ներքաղաքական։ Չէ, եթե դա արտաքին քաղաքական կամ նույնիսկ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունենար, այդ լիցենզիայի զրկելու կարիք չէր լինի։ Պարզապես իշխանությունները սովորության համաձայն կկանչեին այդ սեփականատերերին, դե կասեին, դե ինչ-որ կամ նա ինքնական 20% օրինակ կնվիրեր կառավարությանը, հետո մի երկու ամիս հանգիստ կթողնեին, հետո նորից կկանչեին իրավապահներ կուղարկեին, հետո նրանք եւս 20% կփոխանցեին կառավարությանը, մի խոսքով ինչպես միշտ հանգիստ հանդարտ, այսպես կվերադարձնեին ժողովրդին, այսպես կոչված։ Բայց սա նաև նախապատրաստություն է հաջորդ քայլին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստում է զիջումներ անել Թրիփի ուղու կամ Զանգեզուրի միջանցքի հարցով, ինչ Ադրբեջանը պահանջում է, դա հնարավոր չի լինելու անել, օրինակ, առանց Հավրախ Կովկասյան երկաթուղում նույնպես լիցենզիայի զրկելու։ Չէ, առանց դրա չի լինի, որովհետև Մեղրիով երկրորդ երկաթգիծը չեն կառուցելու, այնտեղ տեղ էլ չկա։ Խոսքը այդ երկաթուղու մասին է, որը պիտի վերանորոգվի, իսկ դա լիցենզիան Հարավկովկասյան երկաթուղի, դա ռուսական, հետևաբար պետք է ազգայնացնել ինչ-որ կերպ կամ լիցենզիայի զրկել։ Ահա այս հեծին լիցենզիայի զրկելու process-ը դրա նախապատրաստական աշխատանքն է, եւ որը ելի ներկայացվելու է որպես Ռուսաստանի կրպանից դուրս գալու, Հայաստանի իշխանությունը վերականգնելու ուղղված քայլ, եւ այդ շոուները դրանք փոխկապակցված չեն լինելու իբր
իբր այնտեղ սեփականություն ժողովրդի սխալված սեփականությունն է վերադարձնում, ինքնիշխանությունն է վերադարձնում, իսկ նպատակը լինելու ընդամենը այն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա ադրբեջանական շանտաժից խուսափել, որպեսզի Ադրբեջանը չկրակի, չպայթեցնի իր իբր արդեն իսկ կայացված խաղաղության փուչիկը, ինքը հանգիստ վերարտադրվի, այդ ընթացքում կատարի Ադրբեջանին տված խոստումները, իսկ հասարակության ուշադրությունը շեղի այդպես երկու հիմնական թեմաներով։ Առաջին, իբր թալանվա մենք Ռուսաստանի գրպանից դուրս ենք գալիս եւ ազգայնացնում ենք այն, ինչ որ Ռուսաստանին է, ինչու պիտի իրենցը լինի, եւ երկրորդ մենք եկեղեցին ենք մաքրում որպես հոգեվոր ինչ որ բան, որովհետեւ այնտեղ դա նույնպես ռուսական ազդեցության գործակալների բույն է, որջը եւ այլ եւ այլ։ Սա է տեղի ունենում եւ առայժմ կարծես թե հաջողությամբ ամենայն դեպս Նիկոլ Փաշինյանի գծած պլանի է ամեն ինչ ընթանում եւ առայժմ չի երևում թե քաղաքական ուժերը ինչպես են սրան դիմակայելու եւ ինչ են ներկայացնելու որպես այլընտրանք։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության հիմնական կարևորագույն կրվանը այս դա է, որ այլընտրանք չի ներկայացում, հետեւաբար հասարակությունը մոտիվացիա չի տեսնում, որպեսզի դուրս գա փողոց, ակտիվորեն պայքարի, վտանգի իր այս ռոպեական բարեկեցությունը կամ կիսաբարեկեցությունը, չի հասկանում, թե ինչու պիտի հայտնի ոստիկանական մահակների կամ ադմինիստրատիվ վարչական ճնշումների տակ, եթե հասկանալի չէ, թե որպես այլընտրանք ինչ է ստանալու։ Առայժմ սա է այսօրվա ասելիքս, կհանդիպենք